Մարդիկ ուղիղ ասում են, որ սա ինչի համար է արվում, այսինքն այստեղ նույնիսկ չեն էլ թաքցնում, իրենք այս պահի դրությամբ ունեն սահմանադրական օրենք փոփոխելու անհրաժեշտ ձայներ, անում են դա, այսինքն այդ միջամտությունը անում են, իսկ այդ միջամտության դեմ լավագույն հակազդող, զսպող գործիքը Հարգելի գործընկերներ, ժողովրդավարությունը դա ցույց է տվել որն է, ժողովրդավարությունը, դա ժողովուրդն է իր իշխանության իրացմամբ, իսկ ժողովրդից ազդակները կարծում եմ առավել քան հստակ են։ Իրենք նաև պնդում են, որ սա ընտրությունները կամ ընտրապայքարը ոչ թե անձերի, այլ գաղափարների շուրջ։ Հարգելիներս, եթե նման երևույթ կա 2026 թվականի փետրվարի դրությամբ, երբ այս պահի դրությամբ հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյան, եթե չեմ սխալվում, երբ հրամանագիրը ընդունում էր, դրա մասին չգիտեին։ Այդ հրամանագիրը ընդունվելու պահից, օրինակ, հիմա եթե ես բարեգործություն անեմ, մեկ մեր հայրենակցի համար, ով դրա կարիքը ունի, կգան քրեական գործ կհարուցեն եւ դուք կտեսնեք մի դաժան տեսանյութ բավականին բամփ ձայնով, որտեղ կհրապարակվի, որ խախտվել է բարեգործության արգելքը։ Հա, դրա հիմքն էլ հանդիսանում է Վահագն Խաչատուրյանի ընդունած հրամանագիրը։ Բա այդ հրամանագիրը այս դեպքում չի աշխատում, այլ կերպ ասած իրենք նաև նսեմացնում են նախագահի հրամանագրի ինստիտուտը, բայց իրենց թիմակիցն է, երևի իրենք այդտեղ խնդիր չեն տեսնում։ Միտում որպես այդպեսին ակնհայտ է ամեն կերպ վախին արձագանք։ Ես հասկանում եմ, որ դա է ի վերջո մարդկային իմաստով կարելի է հասկանալ, քաղաքական իրավական առումով սա խայտառակություն է։